Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի Սահմանադրության եւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի լրագրողի հարցերին։ Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե Բաքուն տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ, Փաշինյանը ասել է. «Ինչ խնդիր կա, եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքի լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրապարակավ եմ խոսել այս մասին եւ հայտարարել մեր պատրաստակամության մասին, ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը», ասել է Փաշինյանը։ Ինչ խնդիր կա, եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։ Ես հրապարակավ բազմիցս եմ խոսել այս մասին եւ հայտարարել մեր պատրաստակամության մասին։ Ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը։ Իդեպ մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ դե յուրե մեր սահմանադրական դատանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է եւ սա շատ կարեւոր է։ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հարցերից մեկը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է եւ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը չէ փակել հակամարտությունը իր տարածքում եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք, եւ դրա համար լուծում կա։ Մեր առաջարկած լուծումը հետեւյալն է. միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այսինքն նույն տեղում եւ նույն ժամանակ, ինչը շատ կարեւոր է։ Դա կարեւոր ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության եւ կայունության համար։ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր։ Եվրամիության ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Նրանք շեշտել են Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանը։ Կոռուպցիայի մեջ ներգրաված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմից։ Այս մասին ճեպազրույցում վստահեցրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին։ Հովհաննիսյանը նշել է, որ Դիանա Գասպարյանն իր հրաժարականի մասին հրապարակային բացատրություն է ներկայացրել։ Տիկին Գասպարյանն, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանք մեկնաբանել, որովհետեւ որևէ հիմնավորում եւ հիմք չեմ տեսնում դրանք մեկնաբանելու մասին։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հայ ռազմագերիների գործով նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ դատարանում շարունակվել են Ֆիզուլիում ու Աղդամում 92-ին տեղի ունեցած դեպքերից այսպես կոչված տուժողների ցուցմունքները։ Քննությունը շարունակվելու է, հիշեցնենք, որ դատավարություններն ընթանում են առանց անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպանների ու փաստաբանների։ Բաքվի բանտում ներկա պահին 23 հայ է պահվում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն Արծրուն Հովհաննիսյանի Ստալինինգրադի ճակատամարտի նշանակության մասին սկանդալային հայտարարություններից հետո նամակով դիմել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու եւ ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաեւ փրկեցին մարդկությանը շագանակագույն ժանտախտից։ Հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կհամաձայնեն առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆ-ի 5%-ի եւ հավելել, որ սրա շուրջ հանգամանալի քննարկում է նախատեսվում Հյուսիսատլանտյան դաշինքի Հաագայում հունիսի 24-ից 25-ը կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Մինչ այդ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամների պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆ-ի 2%-ը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը դեմ էր արտահայտվել պաշտպանության ծախսերի ՀՆ-ի
5%-ի սահմանմանը նրա կարծիքով վերջին հաշվով կարելի է խոսել 3%-ի եւ ավելիի մասին։ Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում եւ այլ երկրներում գերազանցում է 7 միլիոն։ Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթում արաբական կողմի պարտության հիշատակի օրը։ Այնինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են արդեն 19 ամիս, ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության հանցագործություններն են, ավերածություններն ու սովի գործածումը Գազայի հատվածից մեր ժողովրդին դուրս մղելու նպատակով, ասել է նա։ Պաղեստինցի փախստականների թիվը Պաղեստինի ներսում, հարևան երկրում եւ ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 7 միլիոն, նշել է Աբասը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր 17-րդ պատժամիջոցների փաթեթը կընդունվի երեքշաբթի օրը։ Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է, մենք նրանք կընդունենք, Բրյուսելում երեքշաբթի օրը գրել է նա X սոցիալական ցանցում։ Մերցը նաև ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններին Ստամբուլում չժամանելով Ռուսաստանի առաջնորդ Պուտինն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել։ Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ, նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում, գրել է Մերցը։ Վաշինգտոնը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հաագայի կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ Այս մասին Անտալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։ Ռուբիոն հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունը, թե ամերիկյան կողմը իբր դեմ է Զելենսկիին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին հրավիրելուն, որը տեղի կունենա Հաագայում հունիսի 24-ին եւ 25-ին։ Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկությունը, ասել է Ռուբիոն։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ 67,000 ռուս զինվոր է կենտրոնացված Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանին։ Հենց Սումիի ուղղությունն է դարձել ռուսների համար գլխավորը, ասել է Զելենսկին։ Կրեմլից 4 պաշտոնյա Ռուսաստանի նախագահ օգնական Մեդինսկին, փոխարտգործնախարար Գալուզինը, գլխավոր շտաբի տնօրինության պետ Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարարը հասել են Թուրքիա ժամը 11-ին նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին մասնակցելու։ Ուկրաինական պատվիրակությունը սակայն չկա, չի ժամանում ամբողջ օրը։ Ես այստեղ եմ, ասում է Զելենսկին ու ամեն անգամ պնդում, անձամբ նախագահ Պուտինի հետ հանդիպման ակնկալիք ունի։ Ուկրաինական կողմից Թուրքիա նա է ժամանել։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե կբանակցի միայն Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ միայն նա կարող է որոշում կայացնել հրադադար հաստատելու շուրջ։ Կրեմլից սակայն դեռ օրվա առաջին կեսին էին ասել, Ռուսաստանի նախագահը Թուրքիա ռուս-ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի։ Աշխարհի լրատվամիջոցները սպասում են նորության հենց այս րոպեներին։ Եթե չի գնում Պուտինը, ապա Զելենսկին ամեն դեպքում բանակցային սենյակ կուղարկի այլ պաշտոնյաների։ Քաղաքագետը կարծում է, որ այո, Զելենսկին ամեն դեպքում գիտեր, որ Պուտինը Թուրքիա չի գնալու։ Washington Post-ը գրեց, որ Զելենսկին ցանկացել է ընդհանրապես որևէ պատվիրակություն չուղարկել, նստալնելով որ Պուտինը չի գնալու Ստամբուլ, բայց ամերիկյան եվրոպական պաշտոնյաների ճնշման ներքո նա փոխել է իր որոշումը եւ ամբողջ այսպես բարձր մակարդակով ներկայացել բանակցությունների վայր։ Ամեն դեպքում կարծում եմ Ուկրաինան էլ համարժեք բանակցողների կուղարկի։ Եվ մինչև աշխարհը սպասում է ռուս-ուկրաինական կողմերի հանդիպմանը, Զելենսկին Թուրքիայի նախագահի հետ է հանդիպել։ Երկու երկրների նախագահները 3 ժամ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումների բոլոր ասպեկտները։ Նախատեսված երկկողմ բանակցություններն էլ հենց Էրդողանի աշխատասենյակում պիտի տեղի ունենան։ Խաղաղության համար էին լինելու այս բանակցությունները, բայց բանակցելու այս տխրահռչակ փորձերը, ասում են, խաղաղության հոտ չի գալիս։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ֆուտբոլային լեզվով ասած երկրորդ կազմ է ուղարկել բանակցությունների, բուտաֆորիկ կազմ, ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցելու համար Թուրքիայի ժամանել երկրի նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, իսկ ռուսական կողմը նույնիսկ արտգործնախարին չուղարկել, փոխարտգործնախարի մակարդակով։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը կամ նոր չի ընդունում այդ բանակցությունները, կամ որևէ ռեալ նպատակ չունի հրադադար հաստատվի։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ ձգտում է թեմայի կենտրոնում մնալ, հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններին, եթե դա նպատակահարմար լինի։ Թուրքիայում մեծ խաղ է, անկանխատեսելի դիվանագիտություն կամ գուցե նախապես ծրագրված, պլանավորված ֆիասկո։ Բարսելոնա-Էսպանյոլ խաղից առաջ մեքենան վրա երթի է ենթարկել երկրպագուներին մխրճվելով ամբոխի մեջ։ Կատասից ավելի տուժած Բարսելոնան 28-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։
Սրճարանում մի բաժակ սուրճ խմելու համար առնվազն 2 լեզվի իմացություն է հարկավոր։ Հաճախորդը դիմում է հայերեն, աշխատակցից պատասխան ստանում անգլերեն կամ ռուսերեն։ Եվ սա մի երկրում, որտեղ սպասարկման ոլորտում պնդում են, թե պայքարում են բարձր որակի սպասարկման եւ հաճախորդներին գոհ ճանապարհելու համար, մայրաքաղաքում դժգոհ են։ Դու գնում ես սրճարան ու քեզ մոտենում է օտարերկրացի մատուցող։ Հայերեն բացարձակ չի հասկանում։ Ու երբ քեզ պետք է ընդամենը մի բաժակ սուրճ պատվիրել, դու պետք է գնաս ու սովորես անգլերեն։ Բայց ըստ դեպքում ճիշտն է նա, որ իրենք հարմարվեն մեր լեզվին։ Ու այս վիճակը նաև հյուրանոցներում է, ինչը որ իմ կարծիքով սխալ է։ Հիմա ես եթե գնամ Փարիզ սրճարան մատուցողին կանչեմ հայերեն ասեմ ինձ սուրճ բերեք, մեկը ինքը չի հասկանա։ Նույնն էլ Մոսկվայում, մեր Հայաստանի Հանրապետության մեջ ինչու՞ է այդպես մակարդակը ցածր։ Երևույթը թեև կարող է արդարացվել միջազգային հաճախորդներին սպասարկման ցանկությամբ, սակայն հայաստանցիների մոտ այն մեծամասնությամբ դժգոհություններ ու անհարմարություններ է առաջացնում։ Այստեղ հարցը մնում է բաց, որտեղ է սահմանը հյուրընկալության եւ պրոֆեսիոնալիզմի միջև։ Հայերի համար սա միայն լեզվական հպարտության հարց չէ, սա նաեւ հարգանքի ու մշակութային ինքնության պահպանման խնդիրն է, ասում է մասնագետը։ Ուր է լեզվի տեսչությունը, որովհետև խախտվում է լեզվի մասին օրենքը։ Եթե հիմա ձեր դերած օրինակն է, դրա մեկ ապացույցն է։ Եթե նույն այդ ռեստորանում անունը դրված է օտարալեզու, ուրեմն մի զարմացեք, որ այդ ռեստորանում մատուցողը կարող է չխոսել հայերեն։ Ինչի համար է անկապությունը, որպեսզի մեր մշակութային ինքնությունը պահպանել, լեզուն իր տեղում, իր դերում դիներ։ Երևանում բազմաթիվ սրճարաններ այս հարցում դեռ չունեն հստակ մոտեցում։ Ոմանք աշխատողներից պահանջում են նվազագույն հայերեն իմացություն, մյուսները նախընտրում են գունեղ արտաքինը, ժպիտն ու միջազգային լեզուն որպես առավելություն։ Տուժողը դառնում է հայ հաճախորդը, որը ստիպված է ստեփական երկրում ինչ որ իրավիճակում փոխել մայրենի լեզուն։ Հարցի վերաբերյալ կարգավորումներ չկան ոչ մի լեզվի մասին օրենքում, ոչ էլ հարակից եւ կարգավորող ոլորտում։ Այժմ չկա նաև համապատասխան համակարգ, որով կարող ենք ստուգել անձի հայրենի իմացության մակարդակը։ 24 թվականի ապրիլից մենք մեկնարկել ենք հայրենի ստուգման գնահատման համակարգ, որը նախատեսում ենք 2026 թվականին փորձարկել, նախատեսում ենք փուլային կարգով ներդնել 2027 թվականից հայրենի ստուգման գնահատումը, նաև կկիրառվի Հայաստան եկող միգրանտների աշխատանքի ուսուցման իրենց համար։ Հասարակության մի ստվար հատված կարծում է, որ միջազգային շփումը նաև քաղաքակրթության նշան է, բայց արդյոք քաղաքակրթությունը սկսվում է մեր լեզվին հրաժեշտ տալուց։ Մի բան հստակ է, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Սա է ուղենիշը։